Բարոյ սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն հոկտեմբերի 27-ն է, օրը երկուշաբթի, եւ այսօր առավոտյան մի քանի հետաքրքիր հարց ունենք միասին քննարկելու։ Երեկ սկսենք նրանից, որ երեք հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը, որը վերաբերվում է Հայաստանի տրանսպորտային ուղիներին։ Ու խոսքը նրա մասին է, որ հիմա Ռուսաստանի Դաշնությունը, քանի որ հականատես եղավ Ալիևի հայտարարությանը, որ Կազախստանից հացահատիկ կարող է տեղափոխվել Ադրբեջանով Հայաստանի համար, հետո Վրաստանով դեպի Հայաստան, որ Ադրբեջանը ապաշրջափակում է ճանապարհները Հայաստանի համար, հիմա օգտվում են առիթից եւ կապվել են Ադրբեջանի իշխանությունների հետ, որպեսզի պարզեն, թե արդյոք Ռուսաստանի բեռների համար նույնպես Ադրբեջանը թույլ է տալու, որպեսզի այդ բեռները անցնեն Ադրբեջանով դեպի Հայաստան։ Բայց այստեղ մի հետաքրքիր բայց կա, այս որքան հասկանում եմ, եթե նման բան տեղի ունենա, արդեն ուղիղ Ադրբեջանից Հայաստան պետք է երկաթգծով գան այդ բեռները, ոչ թե Ադրբեջանից հետո մտնեն Վրաստան, Վրաստանով Հայաստան։ Իսկ կարող է սխալվում եմ, դժվար է ինձ այստեղ ավելի ճշգրիտ լինել, բայց կարծում եմ հնարավոր է, որ հենց այդպես է լինի, չնայած կարող է գան նաև Ադրբեջան, այնտեղից արդեն երկաթգծով Վրաստան ու Հայաստան։ Դա եւս տարբերակ է։ Բայց սա, ինչպես մենք տեսնում ենք, չափազանց կարևոր է Ռուսաստանի համար եւ արդեն իսկ ռուսները ստացել են կարծես դրական պատասխան, ինչպես ասում է Օվերչուկը, նրանք կապվել են, ստացել են դրական պատասխան, հիմա ուզում են հասկանալ այդ լոգիստիկ ուղիները, իրանք էլ մինչև վերջը չեն հասկացել, թե ինչպես կարող է դա տեղի ունենա, եւ իրենց գյուղատնտեսության նախարարությունը նույնպես Ռուսաստանի հանձնարարել է, որպեսզի այդ ամենը ճշտվի։ Այսինքն Ռուսաստանի կողմից այդ հետաքրքրությունը բավականին մեծ է։ Բնականաբար այս ամենի մեջ շատ մեծ դրական մաս կա, բայց կարծում եմ նաև կարող է բացասական է լինել։ Ռուսաստանի Դաշնությունը առիթից օգտվելով, այն էլ շատ արագ առիթից օգտվելով, ավելի ու ավելի շատ է ուզում կապել Հայաստանը, եւ ոչ միայն Հայաստանը, առևտրի միջոցով, տնտեսության միջոցով ավելի շատ են ուզում կապել հարավկովկասյան երկրները, եւ դա փաստ է։ Եվ չունենալով ավելի շատ տեղեկություններ, դժվար է մեզ անել ավելի մանրամասն վերլուծություն այս հարցի շուրջ, միայն գիտեմ այն, որ մի քանի օր առաջ նաև հեռախոսազրույցեր տեղի ունեցել Պուտինի եւ Ալիևի միջև, նաև տրանսպորտային լոգիստիկային վերաբերվող հարցեր էին քննարկել, ապաշրջափակում, կոմունիկացիաների եւ տրանսպորտային լոգիստիկ ուղիների վերաբերվող հարցեր, այսինքն բեռների փոխադրումը դեպի Հայաստան ամենայն հավանականությամբ եւս այդ հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է։ Հայաստանին վերաբերվող մեկ հետաքրքիր այլ տեղեկություն եւս ունենք, կարծում եմ դա եւս ձեզ կհետաքրքրի, դա Դոնալդ Թրամփի հայտարարությունն է Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ, փաստացի մենք տեղեկանում ենք, որ հեռախոսազրույցի ժամանակ Պուտին-Թրամփ, որը որ տեղի ունեցավ օրեր առաջ, Պուտինը գովել է Թրամփին, ասել է, որ դա հրաշալի էր, ինչ որ դուք արեցիք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կնքվեց խաղաղություն, դա չէր կարողացել անել ոչ մեկը, իսկ դուք արեցիք։ Փաստացի նա գովել է Թրամփին, հիացել է նրանով, ինչ ինքը չի կարողացել անել։ Պատկերացնում եք, չէ՞, որքան ճակերտավոր անկեղծ է եղել նրա այդ հիացմունքը։ Բայց քանի որ նա լավ է ճանաչում Դոնալդ Թրամփին, հենց այդպես էլ ասել է, որ դուք արել եք այն, ինչ ոչ ոք չի կարողացել անել, դուք խաղաղություն եք հաստատել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, եւ Թրամփը ասում է, որ ինքը կարծում էր, որ ավելի դժվար կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հասնել խաղաղության, քան օրինակի համար նույն Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև, բայց այնուամենայնիվ դուրս եկավ այնպես, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հասնել ավելի հեշտ եղավ, քան Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև։ Վերջին օրերին ես հաճախ եմ մտածում այն մասին, թե տեսնես ինչ է խոստացել Թրամփը Ալիևին, չեմ կարծում, որ միայն
սպառնալիքներով, վախերով կամ ինչ-որ մտահոգությունների պատճառով Ալիևը գնար այդ համաձայնությանը, օգոստոսի 8-ի մասին խոսքը, կոնկրետ օգոստոսի 8-ի մասին է խոսքը, երբ որ այդ հռչակագիրը կնքվեց, ես կարծում եմ, որ այստեղ ինչ-որ մի բան կա, եւ Ալիևի եւ Թրամփի միջև, Վիտկոֆի եւ Ալիևի միջև միանշանակ ինչ-որ պայմանավորվածություն կա, չեմ ասում, որ դա Հայաստանին է վերաբերվում, բայց դա վերաբերվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ադրբեջան հարաբերություններին, իրենց քաղաքականությանը եւ չի բացառվում, որ այդ պայմանավորվածությունները վերաբերվեն ամբողջ տարածաշրջանին, հատկապես Իրանին, Աֆղանստանին, մասամբ նաեւ Ռուսաստանին։ Ես դա չեմ բացառում, ուղղակի ուզում եի, որպեսզի այս միտքը եւս դուք լսեիք եւ մենք բոլորս մտածենք նաեւ այդ ուղղությամբ, շատ ուշադիր, ավելի ուշադիր հետևենք ամերիկա-ադրբեջանական հարաբերություններին, որպեսզի հասկանանք, թե կոնկրետ ինչ այլ շահեր եւ ինչ պայմանավորվածություններ կան կողմերի միջև։ Ինչ վերաբերվում է Հայաստանի ներքաղաքական հարցերին, գիտեք արդեն հոգևոր կյանքն էլ է դարձել ներքաղաքական հարցերի մի մեծ մաս, ապա Հովանավանքում տեղի ունեցած պատարագից հետո Փաշինյանը կրկին հայտարարել է, որ ինքը գալող կիրակի օրը նույնպես մասնակցելու է Հովանավանքում կրկին մասնակցելու է պատարագի, որը կմատուցվի Տեր Արամ Քահանա Սկարյանի ձեռամբ։ Բոլորն են հիմա խոսում այն մասին, որ այդտեղից է սկսվում Հայաստանում հոգևոր փոփոխությունների մեկնարկը։ Ճիշտն ասած, ես երեք ասել եմ արդեն իմ կարծիքը, կարծում եմ այլ եկեղեցիներ եւս կտարածվեն այդպիսի պատարակների պրակտիկաները եւ հիմա ավելի շատ հայտարարություններ կլինեն Մայրաթորի կողմից, իրավիճակը կարող է ավելի ու ավելի թեժանալ։ Շատերն են ինձ գրում եւ ասում ծանոթ ենք Կատրիչ Ներսիսյանի թերություններին, ամեն ինչ շատ լավ գիտենք, բայց արդյոք ճիշտ է այս ձևով վարվելը, ճիշտն ու սխալը ճիշտ ասած դժվար է։ Ինձ դժվար է դատել, բայց միանշանակ է այն, որ Կատրիչ Ներսիսյանը չպետք է զբաղեցնի հայ առաքելական եկեղեցու ղեկավարի, ամենայն հայոց կաթողիկոսի պաշտոն, եւ դա ոչ թե հիմա եմ ես ասում, ես դա ասել եմ շատ վաղուց դեռ։ Սերժ Սարգսյանի օրոք նույն կարծիքին էի, որ կոնկրետ Գարեգին II Կատրիչ Ներսիսյանը պետք է հեռացվի մեր եկեղեցուց, այնպես որ հիմա Հայաստանի վարչապետի հայտարարություններով չէ, որ ես իմ կարծիքը փոխել եմ, բայց այն կոնկրետ ինձ մտահոգում է, որ եթե հիմա հեռացվի Կատրիչ Ներսիսյանը, ով է գալու իր փոխարեն։ Կրկին ասեմ, չեմ ցանկանում, որպեսզի եկեղեցականը, եկեղեցու ամենաբարձր ղեկավար մարմինը զբաղեցնի այնպիսի անձ, որը որ ինչ-որ կուսակցության կամ քաղաքական ուժի ներկայացուցիչ լինի, կամ ինչ-որ քաղաքական ուժի կողմից առաջադրված ընդունելի անձ։ Իրոք անկողմնակալ, քաղաքականությունից հեռու, շատ հայրենասեր, գրաքեթ հավատքով կաթողիկոս է մեզ անհրաժեշտ, որը որ ընդունելի կլինի բոլորի համար եւ չի դառնա օտարի ձեռքին խաղալիք։ Սա է ամենակարևորը։ Հիմա սիրելի հայրենակիցներ, ձեր թույլտվությամբ մի քանի խոսքով անցնենք նաեւ միջազգային կարևոր հարցերին անդրադառնանք եւ երեք Լավրովը հայտարարություն է արել, որ Բուդապեշտյան այդ մեմորանդումը Ռուսաստանը չի խախտել։ Գիտեք, խոսքը նրա մասին է, որ Ռուսաստանի Դաշնությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, կարծես նաեւ Ֆրանսիան, այսինքն ատոմային տերությունները երաշխիք էին տվել Ուկրաինային, որ ոչ ոք չի հարձակվի Ուկրաինայի վրա, եթե Ուկրաինան հանձնի այդ ատոմային զենք։ Այսինքն ատոմային զենքը Ռուսաստանին հանձնելու դիմաց նրանք մեծ երաշխիքներ էին տվել Ուկրաինային, բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա եւ հիմա ասում է, որ Բուդապեշտի այդ մեմորանդումը չի խախտել Ռուսաստանը եւ խոսքը նրա մասին է, որ եթե ատոմային հարձակում լիներ, ապա այդ դեպքում կմիջամտեին
երկրներ, այսինքն Ուկրաինայի վրա ոչ ոք ատոմային զենքով չի հարձակվել։ Մեկնաբանում է Լավրովը այնպես, ինչպես իրենց հարմոր է, բայց այստեղ մեկ հետաքրքիր պահ կա, որ փաստացին ասում է, որ մենք չենք հարձակվի եւ չենք հարձակվել Ուկրաինայի վրա ատոմային զենքով, բայց որքանով արժեք ունի այս հայտարարությունը, դժվար է ասել։ Ուղղակի կարծում եմ կարևոր է, որպեսզի մենք այս հայտարարությանը եւս անդրադառնայինք։ Ուկրաինայի մասով կարելի է նաև ավելացնել այն, որ տեղեկություններ կան, որ Դոնբասում որոշ բավականին զգալի առաջընթաց է ունեցել Ուկրաինան, անցել է հակահարձակման եւ կարողացել է ազատագրել որոշ բնակավայրեր, այդ տեղեկությունները կրկին հələ որ ճշտվում են, փորձում ենք մենք էլ ճշտել, բայց այդպիսի տեղեկություններ կան եւ տարածում են համացանցում, որ Ուկրաինան առաջընթաց ունի հաջողակ, բավականին հաջողակ հակահարձակում է սկսել հենց Դոնբասի ուղղությամբ։ Դրանից բացի այսօր երեկոյան կամ ավելի ճիշտ գիշերը հարձակման է ենթարկվել նաև Մոսկվան։ Մոսկվայում եւս հնչել են պայթյուններ, չնայած որ իրենց քաղաքապետի հայտարարությամբ 2 տասնյակից ավել դրոներ են կարողացել ոչնչացնել Մոսկվայի օդում։ Հիմնականում սա է, սիրելի հայրենակիցներ, այս պահի դրությամբ օրը երկուշաբթի առավոտյան շաբաթ-կիրակի օրերը, ինչպես եւ ես միշտ ասել եմ, տեղեկությունները համեմատաբար շատ քիչ են, բնականաբար երկուշաբթի առավոտյան տեղեկությունները չէին կարող շատ ավելի լինել։ Դրա համար այսքանը այս պահի դրությամբ հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։